Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի պարոն նախարար, նախարարի հարգելի տեղականներ, արտաքին գործերի նախարարության հարգելի աշխատակիցներ, դիվանագիտական ծառայության հարգելի ներկայացուցիչներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ծառայության համար եւ ուզում եմ բոլորիդ շնորհավորել դիվանագետի օրվա առիթով, որը կարևորագույն ինստիտուտ է պետության եւ մենք երբեմն հաճախ բաց ենք թողում մեր տեսադաշտից այն ակնհայտ իրողությունը, որ դիվանագիտությունը երկրի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն է եւ թերևս պետությունը հաջողակ է այնքանով, որքանով որ կարողանում է հենց դիվանագիտությամբ առաջին հերթին ապահովել սեփական անվտանգությունը, արտաքին անվտանգության մասին է խոսքը եւ բարենպաստ միջավայր ձևավորել արտաքին աշխարհում։ Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի եւ Հայաստանի Հանրապետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր եւ իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ասելիքը առավել հասկանալի եւ ընդունելի լինի արտաքին աշխարհում, բայց պիտի եւս մեկ անգամ ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարեւոր է ճանաչել, մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետեւ սրանից է կախված մեր ասելիքի բովանդակությունը եւ մեր ասելիքի հաջողությունը, որովհետեւ հենց արտաքին միջավայրի ընկալումներից է կախված եւ արտաքին միջավայրի մեր ճանաչումից պիտի կախված լինի, թե մենք ինչը եւ ինչպես ենք ներկայացնում կամ ինչպես ենք ներկայացնում եւ ներկայանում որպես անկախ պետություն, որովհետեւ այդ ճանաչողության տարբեր մակարդակները կարող են փոխել նաև մեր ասելիքի եւ դիրքավորման մասին մեր պատկերացումները։ Շատ պարզ բան, մենք պետք է համոզված լինենք, թե այն, ինչ մենք ճիշտ եւ արդար ենք համարում, ինչքանով են ճիշտ եւ արդար համարում արտաքին միջավայրը, որովհետեւ եթե այս ճանաչողությունը չունենանք, շատ հաճախ մենք զարմացած հայացքների կհանդիպենք եւ զարմացած հայացքներ կունենանք պարզ իրողություններ եւ պարզ ճշմարտություններ չհասկանալու փոխադարձ զգացողությունների մեջ։ Եւ այս առումով իհարկե մի փոքր ես հասկանում եմ, որ նման շեշտադրումները մի քանի տարի արդեն ահագին երկար վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու համար այդքան էլ պատեհ չի նման բաներ ասել, բայց մյուս կողմից սա չասելով մենք հարցը չենք լուծում։ Ես նկատի ունեմ վերջերս մի քանի անգամ իմ բարձրաձայնած այն թեզը, որ աշխարհը, ժամանակակից աշխարհը շարունակում է հիմնականում անծանոթ վայր մնալ եւ անծանոթ միջավայր մնալ մեզ համար, եւ սա եթե այդքան էլ առաջին հայացքից ակնհայտ չի թվում գլոբալ աշխարհի մասին եւ գլոբալ աշխարհի վերաբերյալ, այս թեզը առավել հասկանալի եւ պարզ կլինի, երբ որ մենք փորձենք այն փորձարկել առանձին երկրների, առանձին տարածաշրջանների, առանձին հարաբերությունների դիտանկյունից, այսինքն փորձելով այս դիտանկյունից նայել եւ հասկանալ, թե ինչքանով ենք լավ ճանաչում մենք աշխարհը, այդ աշխարհի առանձին երկրներ, այդ երկրների առանձին հարաբերություններ եւ այլն, եւ այսպես շարունակ, եւ այս առումով ինչքան աշխարհն է շարունակում մեզ համար մնալ անծանոթ վայր, այնքան էլ մենք ենք աշխարհի համար շարունակում կամ մնում, կամ դառնում, կամ լինում անծանոթ տեղ, անծանոթ պետություն, անծանոթ միջավայր եւ սա պետք է խոստովանենք մենք իրար, հակառակ դեպքում մենք չենք կարող առաջընթաց ունենալ եւ նաեւ պետք է որոշակի լուծումներ փնտրենք
եւ լուծումներ գտնենք։ Այս առումով իհարկե շատ կարեւոր է արտաքին գործերի նախարարության եւ դիվանագիտական ծառայության կարողությունների հզորացումը եւ շարունակական զարգացումը։ Իհարկե համաշխարհային ծավալի առումով թերևս շատ մեծ բան չեն կարել, բայց ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին մենք որոշակի այդ թվում ֆիզիկական, այդ թվում ոչ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման խնդիր ենք լուծել։ Կարող է պարզ բան թվալ, բայց օրինակ նույն վերջերս մենք այցելեցինք Մեծ Բրիտանիայում դեսպանության նոր շենք ունենք, որը ֆիզիկական ենթակառուցվածք է Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածք, բայց նաև այս նրբություններն էլ դիվանագիտության մեջ շատ կարևոր են, եւ որ ես ասում եմ մեզ չեն ճանաչում եւ մենք էլ չենք ճանաչում, այդ թվում նման ատրիբուտներով են երկրները իրար ճանաչում եւ գուցե ինչ որ առումով վերաբերմունք արտահայտում, շատ կարևոր է որոշակի նաև Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների որոշակի հարմարավետություն եւ կոմֆորտ ստեղծել։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ Ֆրանսիայում նոր դեսպանատան շենք ունենք եւ իհարկե մենք այս հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում, որպեսզի ֆիզիկական ենթակառուցվածքները մեր արտաքին հարաբերությունների եւ դիվանագիտական ծառայության հնարավորինս պատշաճ մակարդակում լինեն եւ դրա շարունակական զարգացումը պետք է ապահովվի։ Իհարկե շատ կարևոր է նաեւ, որ մենք փորձում ենք հնարավորինս տանելի պայմաններ ստեղծել մեր դիվանագետների համար, օտար երկրներում աշխատելու համար, իհարկե քայլ, փոքր, բայց նաեւ մենք փորձում ենք նյութական երաշխիքների համակարգ ստեղծել, այդ թվում որոշակի ֆինանսական երաշխիքներ ապահովել դեսպանատների գործունեության համար, մեր դիվանագետների գործունեության համար։ Նախորդող շրջանը պիտի ասեմ, որ անձեն աչքով էլ նկատելի է, որ շատ ակտիվ դիվանագիտական տարի է եղել եւ 2024 թվականը մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, որոնք նախկինում չենք ունեցել, մենք զարգացնում եւ ճշգրտում ենք մեր նախկինում ունեցած հարաբերությունները եւ սա պետք է դիտարկել բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում եւ այդ բալանսավորումների առանցքային պատճառը եւ առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետության հավասարակշիռ վիճակը պահելու մասին է եւ այդ նպատակն ունի։ Այսինքն մեր խնդիրն է արտաքին հարաբերությունների հավասարակշռության միջոցով Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում եւ ելի ճանաչողության առումով պիտի վերադառնամ այն թեզին, որը առաջարկել ենք, նաեւ պետք է շատ ճշգրիտ լինենք Հայաստանի Հանրապետության պետական շահերի սպասարկում արտահայտությունը մեկնաբանելու տեսակետից, նաև ժամանակակից աշխարհի ուսումնասիրությունը եւ ըմբռնումը ցույց է տալիս, որ պետական շահեր ասելով առաջին հերթին պետք է հասկանալ երկրի զարգացումը, երկրի տնտեսական զարգացումը, որովհետեւ երբ արտաքին քաղաքականության նրբությունների, միջազգային հարաբերությունների գործելակարգերի, գործելակերպերի եւ մեխանիզմների մեջ խորանում ես, հասկանում ես, որ ամեն ինչի առանցքում տնտեսությունն է եւ տնտեսության զարգացումը, որովհետեւ չի կարող լինել այդպիսի իրավիճակ, երբ տնտեսական հարաբերությունները բնականon վիճակում չլինեն, զարգացման վիճակում չլինեն եւ երկիր լինի զարգացման վիճակում եւ դիվանագիտությունը լինի զարգացման վիճակում։ Գիտեք, մեր բառապաշարում այդ հետաքրքիր է, լեզվամտածողությունն էլ էական նշանակություն ունի, օրինակ միջազգային դիվանագիտության մեջ ամենաշատ օգտագործվող բառերից մեկը deal բառն է, որը երբ որ թարգմանում ենք գործարք, եւ վախենամ, որ մենք արտաքին հարաբերությունները միշտ չէ եւ ամեն տեղ չէ, որ գործարքի տրամաբանությամբ ենք դիտարկում, ընդհակառակ այս գործարք բառը մեզանում ինչ որ բացասական բան ունի, բացասական համատեքստ կամ ենթատեքստ ունի, մինչդեռ հենց միջազգային հարաբերությունների առաջնային նպատակը գործարքներ կնքելն է բառից բուն եւ բառից
փոխաբերական իմաստով։ Բառից բուն, որ միջազգային հարաբերությունների արդյունքը բազմաթիվ, ինչքան հնարավոր է շատ պայմանագրերն են, եւ բայց մյուս կողմից նաև ոչ պայմանագրային գործարքներ կան, բանավոր պայմանավորվածություններ, ջենտլմենական պայմանավորվածություններ, միջպետական պայմանավորվածություններ, եւ այս առումով իրականում մեր արտաքին քաղաքականության եւ մեր արտաքին գործերի արդյունավետությունը գնահատելու համար մենք պետք է այստեղ էլ փորձենք թվային արտահայտություններ ունենալ։ Օրինակ նախորդող շրջանում մենք քանի գործարք ենք կնքել, քանի պայմանագիր ենք կնքել, քանի փաստաթուղթ ենք կնքել եւ դրանք ինչ բովանդակություն են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքականության ամենատարբեր ոլորտներին եւ սա շատ կարեւոր մոտեցում է, որ մենք մեր գործունեության արդյունքները ամենուր եւ բոլոր տեղերում պետք է կարողանանք արտահայտել թվերով։ Ընդ որում, եթե հնարավոր լինի դա արտահայտել ֆինանսական թվերով, դա շատ ավելի լավ կլինի, հասկանալով, որ միշտ չէ եւ ամեն տեղ չէ, որ դա հնարավոր է, բայց մյուս կողմից նաեւ փորձը ցույց է տալիս, որ այն գործունեությունը, որը հնարավոր չի լինում արտահայտել թվերով, այդ գործունեությունը շարունակում է մնալ տեսական, շատ կոնկրետ գործնական արդյունքներ չբերելով։ Ես այսօր չեմ կարող չանդրադառնալ նաեւ խաղաղության գործընթացին եւ գիտեք նաեւ եւ դուք դրանով զբաղվում եք ամեն օր, որ խաղաղության օրակարգը մեր առաջնահերթություններից մեկն է, բայց նաեւ մյուս կողմից մենք պետք է հասկանանք եւ ի սկզբանե գիտեինք, որ խաղաղության օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ։ Բայց ես կարծում եմ, որ մեր տրամադրվածությունը պետք է չլինի, կամ առնվազն մեր տրամադրվածությունը պետք է փոխվի։ Լավ փորձենք, չստացվեց, դե ինչ արած։ Ես կարծում եմ, որ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը, եթե մենք դա որդեգրել ենք, նշանակում է դա համապատասխանում է Հայաստանի պետական շահերին եւ հետեւաբար մենք պետք է լուծենք մեր խնդիրը եւ մեր խնդիրը պետք է լուծենք հենց իմ նշած բանաձևերի արդյունքում աշխարհը, տարածաշրջանը, հարաբերությունները, մարտահրավերները, հնարավորությունները եւ սպառնալիքները ավելի լավ եւ ավելի խորը ճանաչելու միջոցով եւ ես ուզում եմ հավատալ, որ մենք գնում ենք այս ճանապարհով, ես ուզում եմ հավատալ եւ ես տեսնում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով եւ շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը լինի շարունակական, որովհետեւ նաեւ դիվանագիտության մեջ իհարկե ճկունությունը շատ կարեւոր է, բայց նաև պետք է դա նույնպես ճիշտ հավասարակշռության մեջ լինի հետևողականության հետ, մյուս կողմից իհարկե այդ ճկունությունը պետք է նաև ավելի արդյունավետ դառնա աշխարհը, մեր միջավայրը, տարածաշրջանը, հարաբերությունները ավելի լավ ճանաչելու միջազգային իրադրությունը ավելի օպերատիվ եւ ավելի ամբողջական եւ ավելի խորը գնահատելու մեջ, որովհետեւ շատ կարևոր է իրադրության գնահատումը, որովհետեւ ոչ մի բան տվյալ պահից, տվյալ իրավիճակից կտրված գոյություն չունի։ Ամեն ինչ, որ քննարկվում է այսօր, առաջին հերթին կապված է այսօրվա համատեքստի հետ, իհարկե ցանկացած բան, այդ թվում արտաքին հարաբերություններում ունի նաև պատմական համատեքստ եւ ունի նաև ապագայի համատեքստը եւ նաև այստեղ էլ է պետք որ ճիշտ բալանսներ ձևավորվեն, ընդ որում ես ուզում եմ ասել, որ ճիշտ բալանս չի նշանակում ամեն ինչից հավասար չափով, որտեղ դա կախված է թե որտեղ է հենման կետը, որտեղ այսօրն է այդ հենման կետը, որովհետև այդ հենման կետում մի դեպքում կարող է ճիշտ բալանսը լինել, այդ հավասարակշռությունը պահվել այդ թևերից որևէ մեկի գերակշռման պայմաններում։ Ես հույս ունեմ, այս միտքը շատ բարդ չհնչեց, որովհետև ցանկացած հավասարակշռություն կախված է նրանից, թե հենման կետը որտեղ է, որովհետև հավասարակշռությունը հենման կետի վրա է, իսկ հենման կետը այսօր է, այսօրվա պահանջմունքները, այսօրվա պայմանները եւ այսօրվա սպառնալիքները եւ անհրաժեշտությունները։ Ես ուզում եմ կրկին շնորհավորել մեզ դիվանագետի օրվա առիթով եւ հավատալ, որ իհարկե սա տոն է մասնագիտական, որի նշանակությունը պետք է գնալով ավելի մեծանա,
նաև մենք մասնագիտական տոներ ընդգծելու եւ կատարված աշխատանքը գնահատելու կուլտուրան նույնպես պետք է մեր մոտ զարգանա, որովհետեւ իհարկե ակնհայտ է, որ կատարվում է մեծ աշխատանք։ Իհարկե ակնհայտ է, որ այդ աշխատանքը կատարվում է մեծ նվիրումով։ Իհարկե ակնհայտ է, որ մեր երկրում դիվանագիտական ծառայությունը իր ստեղծման առաջին օրից շարունակաբար զարգացել է եւ այսօր էլ զարգանում է եւ նաեւ այդ զարգացման համար կարեւոր է, որպեսզի մենք ինքներս եւ կառավարությունը, որպես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը վարող մարմին եւ արտաքին քաղաքականության որոշումներ կայացնող մարմին պետք է նաեւ ռեֆլեքսիայի անընդհատ վերադառնա եւ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ։ Այդ հարցերը բնականաբար ինչքան հաճելի, այնքան անօգուտ են։ Այդ հարցերը ինչքան տհաճ, այնքան օգտակար են, որովհետեւ հաճելի հարցեր տալու մեջ կամ համար մեծ խիզախություն կամ մեծ ջանք չի պահանջվում, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ տհաճ հարցեր տալ, եւ մենք դա անում ենք։ Եվ մենք ճիշտ ենք անում, որ այդպես անում ենք, բայց դա այսօրվա համար չի, այսօր մասնագիտական տոն է եւ ես հույս ունեմ, որ այս տարի համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ, հույս ունեմ, որ ոչ աշխատանքային օրով կարողացել եք մասնագիտական տոնը ոչ աշխատանքային միջավայրերում նշել։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս դիվանագետի օրվա առիթով եւ ուզում եմ բոլորից շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի եւ անմնացորդ նվիրումի համար։ Շնորհակալ եմ։